Բարև ձեզ սիրելի քույր եղբայրներ, այսօր ենք պատասխանեմ մի հարցի, որը թող լինի բոլոր հավատացյալների համար շինություն, բոլոր հավատացյալների համար գիտություն, որը կարա այս երկրի մեջ, այս կյանքի մեջ պահի ու պաշտպանի իրան, սուրբ հավատարիմ Աստծուն։ Տեսեք հարցը ինչպիսին է, հարգելի եղբայր, կարող եք ասել, եթե Աստված ամենակարող եւ ամենագետ է, Հովհաննես 2:25 խոսքը, հեսա կարդան, ինչու չարի եւ բարի գիտության ծառը տնկեց դրախտի մեջ, միթե չգիտեր, որ ուտելու են Ադամն ու Եվան եւ մեռնելու են։ Շնորհակալություն։ Միթե գիտենալով արեց այդ։ Աստված չգիտեր, Աստված եթե ամենակարող է, չգիտեր, որ պետք է ուտեն այդ ծառից։ Էդի ինձ էլ է հետաքրքրի այդ հարցը։ Երբ որ ես նոր հավատքի մեջ էի, ինձ էլ էր շատ հետաքրքրում։ Եթե ամենակարող է, ինչի համար հետաքրքիր է, չէ՞, ոնց որ մի տարեկան երեխուն լուսկի տաս ձեռը ու ասես չվառես, բաժար կընկնի տունը։ Լուսկի տաս ձեռն ու էթաս։ Դու գիտես հաստատ որ երեխա է, խաղա, մի տարեկան, 5 տարեկան, չգիտեմ, երեխուն։ Դու գիտես, չէ՞, թեկուզ մարդ ենք մենք, բայց գիտենք, որ երեխա չի հասկանում ու վտանգավոր է տունը, լուսկի ձեռը թողելը, մենակ թողելը տան մեջ, իրան կվնասի։ Փաստորեն Աստված տենց արեց, ծառը տնկեց դրախտի մեջ, ու զգուշացրեց, չուտես։ Հատը չուտեր, եթե չէր կարելի ուտել, թող չտներ դրախտի մեջ։ Այս հարցը, տեսեք, սիրելի քուրս եւ եղբայրը, սիրելի հաստվող, այս հարցը այնքանով է հետաքրքիր, որ Աստվածաշունչը հոգեվոր է։ Սա պետք է մենք հոգեվոր քննենք։ Եթե մարմնավոր տեսանկյունով նայենք, շատ ճիշտ է ձեր հարցը տված, ու բոլորին էլ անհանգստացնի, բոլորին կասեն Աստված անարդար է, ինչի տենց արեց։ Համ գիտի, որ պիտի ուտեն, համ էլ դրեց, որ ուտեն ու մեռնեն։ Տեսեք, ստեղի գաղտնիքը որն է, սիրելի քուրս եւ եղբայրս, ես կարդում եմ, Հովհաննես 2:25 խոսքը, հարց տվողը որ նշել է, 2:25 խոսքը, որ Աստված ամենագետ ու ամենակարող է, եւ որովհետեւ պետք չէր, որ մեկը վկայե մարդի համար, որովհետեւ ինքը գիտեր, թե ինչ կա մարդում է, այսի Քրիստոսի մասին է, բայց շատ տեղերում գրված է նաեւ Աստծո Եհովա Աստծո մասին, որ ողն ու ծուծը քննող Աստված։ Դու հələ չխոսացած ինքը գիտի դու ինչ ես մտածում, ինչ ես ասելու։ Ամենագետը, նա գիտի սկիզբն ու վերջը։ Ամբողջը ինքը իր արարչագործությունն է, ինքը ամենագետ է։ Տեսեք, ինչի համար արեց այտենց Աստված։ Աստված սխալ չի արել։ Եթե մենք ուզում ենք սխալ անենք ասում, դու պատկերացնում եք ծիծաղալու է։ Մրջունը մարդուն սխալ է անում։ Հնարավոր չի սենց։ Մարդը ասում սխալ անի։ Իսկ եթե հնարավոր չի տենց, մենք ասում չենք կարա սխալ հանեն, նշանակում մենք ենք սխալ հասկանում։ Մեկը ճիշտ հասկանանք, որտեղ Աստծո ամեն արածը ճիշտ է։ Լավ, ո՞րն է ճիշտը սրա։ Հիմա խոսում ենք այդ մասին։ Քանի որ հոգեոր պետք է հասկանանք Աստվածաշունչը, տեսեք, կարդում եմ Ծննդոց 2-րդ գլուխ 6-րդ խոսքը, 7-ը։ Եվ Եհովա Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը եւ նրա ռնգոցը մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Հողի փոշուցը շինեց մարդը։ Եհովա Աստվածը հողու փոշից շինեց մարդին։ Այսինքն երկրից, հողից շինեց մարդու։ Աստվածաշնչի մեջ ինչքան երկիր բառի ենք հանդիպում, դա մարդու մարմինն է։ Մեղքի մարմինն ասեց ասած։ Ոչ թե ֆիզիկական, այլ մարդու ներսում կա մի մարմին, որը հողեղեն է, որը երկրից է վերցրած, որը ընդունակ է մեղ գործելու, իր մեջ բարի բան չկա, Պողոս առաքյալի խոսքերով ասած։ Եվ Աստված փչեց իր ռնգոցների մեջ, մարդը դարձավ կենդանար հոգի։ Այսինքն աջ կողմն էլ բնակվում է Աստված։ Անցած անգամ թողարկման ժամանակ ես գլխուղեղի մասին խոսացի, ձախ եւ աջ կիսագնդերի մասին, որ ձախը հողեղենն է, Ադամն է, մարդն է, Սատանեն, առաջեհոսն է, բանսարկուն է, իսկ աջը Քրիստոսն է, Սուրբ Հոգին է, Աստվածը, սերն է, արդարությունն է, բարիությունն է։ Այս երկուսը մեկտեղ բնակվում են մարդու մեջ։ Հիմի Աստված որ փչեց Ադամի ռնգոցների մեջ, կենդանարար հոգի դարձավ Ադամը։ Այսինքն արդարությունը Ադամի մեջ ու չարությունը Ադամի մեջ։ Հողը պետք է
տեսեք սիրելի քույրեր եւ եղբայրս, քանի որ հողից է մարդը վերցրած, նշանակում մեղքից է վերցրած, մեղ կա ինքը, ոչ թե մեղքից է վերցրած, այլ մեղավոր հատկություններով լի է։ Սես մի հատ օրինակ ասեմ, որ նաեւ Աստվածաշունչն ասում է, օրինակը ոսկին ընտիր է, ընտիր մետաղ է, ասենց ասած։ Ոսկին թանկարժեք մետաղ է։ Ոսկին չի փչանում, չի ցայցոտվում, չի քայքայվում ու մնում է միշտ։ Հիմի այս ոսկին ստանում են ուժեղ կրակի բովից զուլվելով ոսկու միջի թափոնները թափում է, մնում է ընտիր ոսկին, մնում է թանկարժեք ոսկին։ Պատկերացրեք մենք ոսկի ենք։ Երկրագունդը, այս որ մենք բնակվում ենք, բնագրով եբրայերենի բնագրով թարգմանվում է ձուլարան, հոգիների ձուլման վայր։ Այսինքն կրակն է այս երկրագունդը, փորձություններով լի կրակն է, որ պետքա ձուլի մեզի, մենք դառնանք ընտիր ոսկի։ Մեզ ձուլելով այդ կրակը երկրագնդի վրայի փորձությունները մենք անցնելով մեր միջի վատ հատկությունները ադամական հողի միջի են կավը, երկաթը, փոշին, ամեն ինչը ձուլվելով թափում է, մնում է ընտիր ոսկին մեր մեջ։ Մնում ենք մենք սրբված ասու զավակներ ենք դառնում ու հավիտենական կյանքն ենք վայելում։ Չգիտեմ որքանով կարելի է բացատրեմ օրինակով ոսկու եւ մարդու օրինակով։ Ոսկու մեջ լիքը ամպիտան բաներ կան, որ պետքա ձուլ թափվեն, ձուլման միջոցով, կրակի միջոցով պետքա թափոն դառնա, մնա ընտիր ոսկի։ Նույնը մենք ենք։ Քանի որ նոր կարդացի ես, Աստված հողից վերցրեց Ադամին, հողից պատրաստեց, հողի մեջ լիքը թափոն բաներ կա։ Եթե ֆիզիկապես մենք նայենք, մենք հող չենք։ Ներ մեջ ոչ մի հատ հողի բան չկա։ Կարող է 0.00 չգիտեմ քանի տոկոս հողային մասը լինի մարդու մեջ, կարող է։ Ես ասենք կենսաբանությունից չեմ խոսալու, բայց ամենայն դեպս մարդու մեջ լրիվ ուրիշ օրգաններ, ուրիշ հատկություններ, արյուն, ջուր, ոսկոր եւ այլ, այսպես բաներ կա։ Հիմի դրանից ելնելով մենք հասկանում ենք, որ սա հոգեվոր է, հոգեվոր է խոսում Աստված մարդու հետ։ Հիմի սիրելի հարստվող, տեսեք, եւ Եհովա Աստվածը, կարդում եմ նորից 2-րդ գլուխ Ծննդոցի 15-րդ խոսքը, առավ մարդը եւ դրավ Եդեմի պարտեզումը, որ նա նրան մշակե եւ պահե։ Եդեմը մենք հասկանում ենք ամեքսել, որ բնագրով նորից թարգմանվում է բերկրություն, այսինքն երկնքի արքայությունն է բերկրությունը։ Բերկրության մեջ բնակվում է ուրախություն, խաղաղություն, ցնծություն, հաջողություն, ամենալավ բաները բերկրացնում է մարդուն։ Աստված այդ հողեղենին դրեց բերկրության մեջ։ Բայց Աստված գիտեր, որ բերկրության մեջ ինքը հող է, թափոն է պետք իրան։ Իր միջի մեղքերը պետքա թափվեն, որ դառնա ընտիր։ Ոսկե օրինակով մի քիչ առաջ որ ասեցի։ Դրա համար է ծառը դրեց, որ բերկրությունը պահի ինքը։ Դրա համար ծառը դրեց, որ ինքը չարը բարիից զանազանի։ Չարից հեռվանա, բարին բռնի, որպեսի պաշտպանի այդ բերկրությունը իրա։ Քո միջիդ խաղաղությունը դու պահպանելու համար, երբ որ տեսնում ես մի հատ խմած հարբած մարդ է գալի, գիտես որ կռիվ անելու քո հետ, գիտես որ վիճվելու է, գիտես իր բնավորությունը, ասած ասած։ Ու դու շրջանցում ես այդ մարդուն, պաշտպանում ես քո խաղաղությունը։ Գիտես որ կայնար կռիվ անելու, վեճ անելու դու գնելու ես վիճակից։ Դրա համար քո այդ բերկրությունը պաշտպանելու համար շրջանցում ես այդ մարդուն։ Կամ քո բերկրությունը պաշտպանելու համար այդ մարդը քեզ հայհոյում է, դու լռում ես, օրհնում ես իրան։ Որ չընկնես բերկրությունը պաշտպանես այդ Եդեմի պարտեզը, որ պաշտպանես, Աստված մեզ տվել է դրա համար մեզ։ Որ իր անարգանքները համբերես, բերկրությունը չկծես, չաղավաղես, շապատը չպղծես, քո հանգիստը չպղծես։ Դրա համար պետք է այդ խմած մարդը, որ դու ամուր լնես, որ դու ձուլվես, այդ չար հատկությունները քեզանից մերցնես, թափես, արմատախիլ անես, որ դու մնաս ընտիր ոսկի, որ մնաս ընտիր անոտ Եդեմի պարտեզով։ Հայտնության մեջ գրված է, որ այդ նույն ծառը տնկած է գետի ափին, երկնքի արքայության մեջ, նույն չարի բարի գիտության կյանքի ծառը, որը կյանք է տալի մարդկանց, իր պտուղը տալիս է ժամանակին ու պտուղն ուտում են։ Հիմա տեսեք, լավ, եթե այդ կյանքի ծառեր, ինչի համար մահվան պատճառ եղավ այդ կյանքի ծառը։ Չարի ու բարի գիտության եւ կյանքի ծառը։ Այս Աստվածաշունչը հին եւ նոր ուխտերը, չարի եւ բարի գիտության հին ուխտը
եւ կյանքի ծառը նոր ուխտը։ Այս երկուսը մի ծառա։ Դու չարը բարին պետքա զանազանես, գիտենաս, մեռնես չարի հանդեպ, մեռնես, որ նոր կյանքի ծառը արդեն կյանքի ծառից ուտես հավիտյան ապրես։ Պետքա մեզ, որ մենք ուտենք չարի բարի գիտության ծառ, Աստված էս դրա համար գիտենալով տնկեց։ Գիտենալով, որ պետք է Ադամն ու Եվան ուտեն, որտեղ եթե չուտեին, իրանք չարը բարից չէին զանազանի, նրանք մերկ էին ու չէին ամանչում, գրված Աստվածաշնչի մեջ, այս ծննդոցի մեջ։ Այսինքն մեղավոր էին, բայց չգիտեին։ Պետքա զանազանեին իր մեղքը, որն է, որ իրանք մեղավոր տենային։ Երբ որ կենան պտղիցը հասկացան, որ իրանք մեղավոր են, մերկ են։ Ինչի համար են մեղավոր, որտեղ Աստծո պատվիրանին չլսեցին, Աստված ասել է չուտես, բայց իրանք կերան։ Դրա համար իրանք մեղավոր զգացին, տեսան, ուտելուց հետո իրանք մեղավոր տեսան։ Պատկերացնում եք այսօր մարդիկ ինչքան կույր են, որ բանվոր մարդը բահ ուսին, հոգնած, ճղճղված շորերով, ոնց ասեմ, սոված տունա գալի, բանվորություն անում, ամբողջ կյանքը հողամշակում կամ մի բան։ Ու պրեզիդենտին, թագավորին քրվում է։ Սխալ արեց էդի տես, բդի չաներ, էտովա որ ես իրա սենց ընեցը։ Հասկանում եք, սա դա գիտության աստիճանն է։ Սա օդի խոսակցությունն է։ Պետք է այս մարդը հասկանա, որ ինքը բանվորը ինի պրեզիդենտ է։ Ինքն է օրենքները տանում, ինքը իր այս բանվորից ավելի լավ գիտի երկրի ելքումուտքը, ամեն ինչը։ Դրա համար ինքը պետք է լուր մնա, խի սենց արեց, որ սենց աներ լավ չէր լինի։ Սա գներ արդեն իմաստուն քայլ, բայց իրանք վերկրությունը Եդեմի կորցնում են իրանք չվերաբերվող գործերի մեջ են մտնում, սենց ասած, ու վնասում են իրանք։ Հիմի տեսեք, Աստված գիտենալով, որ պետք է ուտեր Ադամն ու Եվան այդ պտղիցը, Ադամին ու Եվային ապացուցեց դրանով, որ դուք հող եք, որ դուք մեղավոր եք, որ դուք ոչինչ եք։ Տեսեք, ես ձեզ պատվիրեցի, դուք չկարեցաք պատվիրանս պահել։ Հռոմեացիների եւ մնացած նոր կտակարանի շատ թղթերի մեջ գրված է, ոչ մեկ չի կարող օրենքը պահի։ Ու Աստված ապացուցեց, տեսակ դուք օրենքը չկարեցաք պահել։ Եթե օրենքը չկարեցաք պահեիք, ուրեմն դուք ասուն հավասար չեք կարանեք, ասուն ոնց է սխալ անեմ, խի սենց արիր։ Դու մեղավոր ես, թափորները թափա, մեղքերը թափա քեզանից, երբ որ կսրբվես, այն ժամանակ այդ հարցը չես տասում։ Այլ այն ժամանակ կասես, փառք ես, դու սուրբ ես, դու բարի ես, դու ես ինչ սեր ես, դու ոնց փրկեցիր, ես ինչ ծրագիր արեցիր, ես ինձի հողից սարքեցիր քեզ որդի։ Ես մահկանացու էի, դու ինձի սարքեցիր հավիտենական կյանքում բնակիչ, կյանքի մեջ բնակիչ։ Հասկանում եք, սիրելի քույրեր եւ եղբայրս, Աստված իմանալով դա արեց, որպեսզի մենք գիտակցելով ծննդոցից դուրս ենք գալի, ելիցից, թվոց, օրինաց, ղևտացիներ ու շարունակ թագավորներ, առակներ, սաղմոսներ, մարգարեներ, մեր մեջ անցնում է Եդեմի պարտեզից վռնդվելուց հետո, մենք ձգտում ենք վերադառնանք Եդեմի պարտեզը, մենք ձգտում ենք մեր այդ մեղքը մեր միջի վերականգնենք արդարությունը։ Արդարությունը վերականգնելու համար մեղքը պետք է բնաջինջ անենք։ Եվ այդ մեղքը բնաջինջ անելու համար պետք է Հիսուս Քրիստոսը, ու մենք գալիս ենք Քրիստոսին, Քրիստոսի հետ խաչում ենք, նորից վերադառնում ենք Եդեմ, նորից վերադառնում ենք այն կյանքը։ Ու այն ժամանակ ասում ենք, ինչ մեղավոր էի, բայց Տիրոջով, Քրիստոսի արյունով ես անմեղ դարձա։ Ինձի փոխեց, իմ թափոնները թափեց, դարձրեց ընտիր ոսկի ինձի Տերը։ Ու այդ ժամանակ հայտության 21-րդ գլխի մեջ կարծեմ, արդեն անընդհատ այս խոսքն է դուրս գալու մեր բերանից։ Սուրբ է, սուրբ է, սուրբ է Տեր, փառք ես, փառք ես, փառք ես Տեր։ Անընդհատ փառք ենք տալու, գովաբանելու ենք իր սրբությունը։ Այսօր երբ որ ես մի հատ մեղք եմ գործում, ես զգում եմ բերկրությունից Եդեմի պարտեզից վռնդվեցի։ Հիսուսի չէ որ ասում է, քո մեջ փնտրի երկնքի արքայությունը, ստենդ մի փնտրի։ Իմ մեջ երբ որ երկնքի արքայություն են, ուրախություն, խաղաղություն չկա, ես զգում եմ մեղքի պատճառով չկա։ Եվ դա օգնում է ինձ, որ ես մեռնեմ մեղքի հանդեպ։ Տեսեք, ասում է, հենց ուտեք կմեռնեք։ Ես կերա այդ ծառիցը, պտղիցը։ Մեղավոր զգացի ինձի ու մեռա մեղքի համար։ Մեղքը մեռավ ու ես հարություն առա Տիրոջ համար։ Արդեն կյանքի ծառից եմ ուտել։ Չգիտեմ որքանով կարեցա բացատրեի, սիրելի հարցնող, եթե էլի ինչ որ անհասկանալի կամ ասեք կողքից էլի հարցեր կներ, խնդրեմ։ Տվեք այդ հարցերը Տերը թողնի ձեզ, եղեք զորացած,
երեք քաշ Տեր Հիսուս Քրիստոսով։ Ամեն։